Պարոն Փաշինյան, դուք կառավարության պաշտոնները նոր կադրերով եք համալրում այն մարդկանց, ովքեր միջազգային համալսարանում են սովորել։ Ես հիշում եմ, որ 2018 թվականին, երբ եկաք իշխանության, դուք ևս կադրերի նոր բանկ եք ստեղծել, եկան մարդիկ, աշխատեցին, դրանցից հիշում եմ օրինակ ամենավառ օրինակը Տաթևիկ Ռևազյանն էր, որը որոշ ժամանակ աշխատեց, Հայաստանը գցեց Եվրամիության ավիացիոն սև ցուցակում, ամուսնացավ եւ հեռացավ։ Ճիշտ է, մենք վիճակագրություն չունենք, ես ուզում եմ իմանալ, օրինակ 2018-ից այդ նոր կադրերից կան մարդիկ, որ մինչև այսօր աշխատում են ձեր թիմի հետ։ Փորձեցի մտաբերել, չկարողացա մտաբերել, եւ ինչ երաշխիք ունեք, որ այս նոր կադրերը որոշ ժամանակ չեն աշխատի, չեն թողնի եւ չեն հեռանա, ինչպես 2018-ի դեպքում եղավ։ Երկրորդ հարցը, պարոն Փաշինյան, դատական համակարգին է վերաբերում։ Դուք այստեղ հայտարարել եք մի քանի անգամ, որ դատական համակարգի ձեր դժգոհությունն եք հայտնել, ասել եք կողմվածված դատական համակարգ է։ Դրան զուգահեռ տեսնում ենք այլ իրավիճակ, երբ ձեր ստատուսից նախընտրական շրջանում ձեր հայտարարություններից հետո ընդդիմադիր գործիչներ, այդ թվում Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը, Անդրանիկ Թեբանյանը ձերբակալվեցին, ապա կալանավորվեցին։ Հիմա հարց, դուք ինչու եք դժգոհ դատական համակարգից եւ դատավորներից։ Ձեր որ ասածը դատական համակարգը դատավորները չեն լսել եւ չեն արել։ Եվ վերջին հարցը Վարդաշենի հետ կապված, ես ճիշտ է մեկ անգամ այստեղ այդ հարցը ձեզ տվել եմ, սակայն նրանց համար, նրանց սրտին հաճո այսպես պատասխան չեք տվել։ Այսօր կրկին նրանք ակցիա են անում, մեծ տեսկրթուկ եղավ ոստիկանների հետ, բերման ենթարկել եւ այլն։ Մարդիկ ասում են մոտ 8 միլիոն դրամ են տալիս, մենք Հայաստանի որ մասում 7 միլիոն դրամ են տալիս, ասում են Հայաստանի որ մասում մենք կարող ենք 7 միլիոն դրամով տուն գնել։ Եվ եթե մենք Երևանում ենք տարիներով ապրել, ինչու պետք է գնանք մարզում ապրենք։ Շնորհակալություն։ Ես ուզում եմ մենք ձեր ուշադրությունը հրավիրեմ այն փաստի վրա, որ մեր կողմից հարգելի քաղաքացիների նկատմամբ պետությունը ոչ մի պարտավորություն չունի։ Այսինքն այդ որ ասում են 7 միլիոն են տալիս, բա ինչքան տանք։ Այսինքն պետությունը պարտավորություն չունի իրանց նկատմամբ։ Եվ այսինքն ոչ մի տեղ համարագրված չի, որ պետությունը ունի պարտա, իրանց շենքն է, իրանք ապրում են այդտեղ եւ այլն եւ այդպես շարունակ։ Չմնան փողոց 7 միլիոն դրամով մնում են փողոցում։ Ես էլի ասում եմ, եկեք արձանագրենք, մենք իհարկե իրադրությանը կծանոթանանք, թե ինչն է հարցը, բայց եկեք արձանագրենք, որ պետությունը չունի ոչ մի պարտավորություն։ Եվ այնպես չի, որ պետությունը ով որ տուն չունի, իրանց փող է տալիս, որ իրանք տուն առնեն, եւ չկա այդպիսի ռեժիմ։ Սա մեր խնդիրներից մեկն է, որ երբ որ մենք ասենք մարդիկ գալիս են, լսում ենք իրանց, ուզում ենք ինչ-որ բանով օգնենք, հետո պարզվում է, որ քիչ ենք օգնում, հետո կրկնապատկում ենք, հետո ասում են էլի քիչ է, հետո եռապատկում են, հետո ասում են էլի քիչ է։ Բայց դա մոտեցում միշտ չի, որ այդ մոտեցումը արդարացված է։ Ես հիմա ձեր ասած դեպքի մանրամասները չգիտեմ, կիմանամ ինչի մասին է խոսքը, ենթադրում եմ ինչ-որ դիմում նամանք գրում են, բայց էլի եմ ասում, որ մենք պետք է արձանագրենք հետևյալը, որ այդ մարդկանց նկատմամբ պետությունը պարտավորություն չունի եւ այդ գույքի շուկայական արժեքը 0 է։ Մենք դրա դիմաց առաջարկում ենք 7 միլիոն դրամ։ Այո, հանրապետությունում կան տեղեր, որտեղ կարելի է 7 միլիոն դրամով բան անել, գույք ձեռք բերել կամ կեցություն ապահովել։ Ինչ վերաբերում, բայց էլ եմ ասում, կոնկրետ իրադրությունը, քանի որ մանրամասներով չգիտեմ, ես սա որպես շրջանակային պատասխան եմ ասում։ Դատավորների հետ կապված, այսինքն իսկ ով ասե ընդհանրապես, որ Գագիկ Ծառուկյանը այս ողջ ընթացքում պետք է լիներ ազատության մեջ։ Ես խնդրեմ եմ տենում նրանում, որ այս ողջ ընթացքում եղել է ազատության մեջ։ Ինչի է եղել ազատության մեջ։ Այսինքն Գագիկ Ծառուկյանը կամ էլի մարդիկ, ես խնդրեմ եմ տեսնում, որ իրենք 8 տարի եղել են ազատության մեջ։ Ու այդ իրանց ազատության մեջ մնալու պատասխանատվությունը ժողովուրդը դնում է ինձ վրա։ Հենց ստեղ է խնդրեմը, որ շատ դեպքերում ես հրապարակային ասել եմ։ Մեր դատաիրավական համակարգը շատ դեպքերում եւ շատ հաճախ ինքը, այսպես ասած, վերնախավերի հետաքրքրությունների արտահայտիչն է։
Բայց այդտեղ կա ֆունդամենտալ մի հատ խնդրեմ։ Դա տենց է համադրական կարգավորումների բերումով։ Ես առաջիկայում այդ թեմային ավելի մանրամասն կանդրադառնամ։ Որովհետև հենց այդպես էլ նախագծված է համակարգը, որ ինքը ոչ թե ծառայի ժողովրդին, այլ ծառայի վերնախավին։ Ու մեր դատաիրավական համակարգը շատ դժվար է, մենք մեծ ջանքեր ենք գործադրում, բայց մենք չենք կարող վստահաբար ասել, որ ընդհակառակը վստահաբար կարող ենք ասել, որ մեր արդյունքները այդտեղ մեծ, ինչքան էլ մեծ ներդրումներ են կարել, մեծ բարեփոխումներ են կարել։ Եվ սա ֆունդամենտալ խնդրեմ է, որը պետք է լուծվի։ Եվ այդ ֆունդամենտալ խնդրեմը առանց համադրական փոփոխությունների հնարավոր չի լինելու լուծել, առանց նոր համադրության ընդունման հնարավոր չի լուծվել։ Իսկ առաջինի իմաստով դուք կոնկրետ հարց եք տալիս, ես տամ կոնկրետ պատասխան։ Այո, կա այդպիսի մարդ, օրինակ Սուրեն Թովմասյան, որը 2018 թե 19 թվականից կադաստրի կոմիտեի ղեկավարն է։ Պարոն վարչապետ, մշակվել եւ գործադիրի նիստում հաստատման է ներկայացվել կառավարության հնգամյա ծրագիրը, որը հիմնված է իրական Հայաստանի գաղափարախոսության վրա։ Առաջիկայում այն նույնպես ներկայացվելու է ազգային ժողովում։ Ինչ եք կարծում, խորհրդարանական ընդդիմությունը այդ խորհրդարանական ընդդիմության արձագանքը ինչպիսին կլինի այդ ծրագրին եւ առհասարակ նոր ձևավորված խորհրդարանի աշխատանքները ինչպիսին կգնահատեք ու նաեւ արդյոք հնարավոր կլինի ընդդիմության հետ պահպանել բարեվարկության կանոնները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն մի քանի դեպք լարվածություն է առաջացրել։ Դե կապրենք կտեսնենք հնարավոր կլինի, թե հնարավոր չի լինի։ Ամենայն դեպս մենք հերթական անգամ այդ առաջարկությունը արել ենք կառավարող մեծամասնությունը կընդունեն, չեն ընդունի, իրանց ընտրությունն է։ Ինչ վերաբերում է կառավարության ծրագրին, այո, այսօր ընդունեցինք, կուղարկենք խորհրդարան, կքննարկենք, կտեսնենք, մի շաբաթ ենթադրում եմ կլինի քննարկումը։ Այդքան հեռու ապագա չի, որ իրար հետ սկսենք կանխատեսումներ անել, ինչ կլինի, ինչ մի երկու օր սպասենք, կտեսնենք, ինչ կլինի։ Առաջիկա 5 տարիների ընթացքում բնակչության թվի ինչ աճ է կանխատեսում մեր կառավարությունը եւ դրա մեջ հայրենադարձության աճ տոկոսը ինչքան է լինելու, հաշվի առնելով որ դուք երեք դրա մասին նաեւ խոսացել եք, ինչ ծրագրեր է նախատեսում կառավարությունը, որպեսզի հայրենադարձությունը խթանի, ասինքն ոչ թե անհատ մարդիկ արձագանքելով ձեր կոչին կան Հայաստան, որպեսզի պաշտոններ զբաղեցնեն, այլ եթե ասենք իմանան, որ բնակարանային ապահովման, աշխատատեղերի հարցեր լուծվել է, այդ խնդիրները ինչ են առնչվի, կուզենան ընտանիքներով վերադառնալ։ Երկրորդը կառավարության ծրագրում նշված է, որ միկրոձեռնարկատիրության շեմը առնվազն կրկնակի պետք է բարձրացնել, ես այնտեղ չգտա որ թվականից է դա լինելու եւ որ թվի մասն է խոսքը։ Ինչի շեմը։ Միկրոձեռնարկատիրության շեմը, հարկման շեմը։ 24 միլիոնը դառնալու է 58 միլիոն, թե 60 միլիոն, որ թվականից եք դա նախատեսում ու երբ որ ներդրվի, ինչ պայմաններով է դա ներդրվելու, ինչ է լինելու շրջանառության հարկի ճակատագիրը։ Հրաժարվում ենք, չենք հրաժարվում, որ թվից ենք հրաժարվում եւ եթե կարելի է գործընկերոջս հարց ուղղակի ճշտեմ, դուք նշեցիք, որ դատա կենտրոնների զարգացման հետ մենք կարող պետք է վերանայենք մեր էներգետիկ ռազմավարությունը եւ միգուցե պահ լինի, որ մենք էներգետիկ դեֆիցիտի խնդիր ունենանք։ Արդյոք դա նշանակում է, որ կառավարությունը կարող է ինչ-որ մի կետի հրաժարվել այն գաղափարից, որ նախկինում ասում էր, որ նոր ատոմականի կառուցման համար նախընտրելի է փոքր մոդուլային ռեակտորների շինարարության տարբերակը։ Կարող է դրանից հրաժարվի Հայաստանը եւ գնա ավելի մեծ հզորությունների։ Շնորհակալություն։ Գիտեք, այդ կադրային բանկի հետ կապված ձեր հարցը ավելի ամրապնդեց տպավորություն, որ որոշակի շփոթ կա։ Այնպես չի, որ մարդիկ բոլորը բանից են, արտերկրից են գալիս։ Նշանակված մարդկանց, այս պահին արդեն նշանակված մարդկանց առնվազն մեծ մասը արդեն մի քանի տարի ապրում եւ գործում է Հայաստանում։ Այսինքն իհարկե կան մարդիկ, որ կգան եւ կնշանակվեն, բայց գոնե այս պահի դրությամբ, եթե սենց հիշողությամբ մոտավորապես հաշվեմ, 80 եւ ավելի տոկոսը մարդիկ են, որ ապրում են առնվազն մի քանի տարի կամ միշտ էլ ապրել են Հայաստանում, ուսումնառության նպատակով գնացել եկել են։
Այսինքն այդ նյուանսը բան է, ճիշտ չի ընկալում։ Բայց այդ մարդկանց մի հսկա մասը իրանք ապրում են Հայաստանում։ Ասենք մարդկան նույնիսկ պետական կառավարման համակարգում աշխատում է։ Հիմա այսօր անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար եմ նշանակել այդ տրամաբանությամբ, ինքը նախագահի աշխատակազմում է աշխատում արդեն մի քանի տարի։ Եվ մյուսներն էլ էլի մարդիկ, որոնք պետական համակարգում են աշխատում կամ մասնավոր համակարգում են աշխատում, նկատի ունեմ այդ տպավորությունը, թե բոլորը նոր 3-4 առաջի օրն են եկել Հայաստան, այդպիսի բան չկա։ Մինչև հիմա նշանակված բոլորը, եթե չեմ սխալվում, բոլորը արդեն տարիներով Հայաստանում են ապրում, երկար տարիներ Հայաստանում են ապրում։ Հարկման շեմը պլանը 2027-ի հունվարի 1-ից է։ Ասենք ես խնդիրը այդպես եմ առաջադրել, հույս ունեմ կհասցնենք անենք։ Այսինքն հնարավորինս շուրջ ժամկետն չի, որ տենց գրել ենք 2031 թվի մայիսից ենք անելու։ Հնարավորինս շուտ իմ առաջադրած խնդիրը, որ ես դրել եմ 27 թվի հունվարի 1-ից։ Ատոմային կայանի հետ կապված, գիտեք, ես հարցին ընդհանուր կարող եմ պատասխանել, որ մենք պետքա հաշվարկենք արհեստական բանականության գործարանների զարգացման պլանավորված տեմպը եւ մեր էներգետիկ կարողությունների զարգացման տեմպը եւ համադրենք իրար հետ եւ պետքա մենք ապահովենք էլեկտրաէներգիան։ Պլյուս պետքա նաեւ մենք արձանագրենք, որ նաեւ արտահանումն է էլեկտրաէներգիայի մեր պլանների մեջ մտնում։ Այս շատ կարևոր նրբություն է, որովհետեւ էլեկտրաէներգիայի արտահանումը շատ հեռանկարային ուղղություն է մեզ համար եւ մենք դա պետքա զարգացնենք, մանավանդ արևային էներգիայի մեր պաշարները շատ մեծ են եւ մենք պետքա անպայման այդ ուղղությունը զարգացնենք։ Եվ նախկինում էլ մեր տրամաբանությունը եղել այն, որ մեծ մասը, մի հիմնական մասը մենք պետքա արտահանենք։ Բայց հիմա մենք հասկանում ենք, որ էլի ուզում ենք շատ արտահանել, բայց մենք հասկանում ենք, որ շատ պետքա լինելու նաեւ Հայաստանի ներսում։ Եվ հետևաբար պետքա ճկուն լինենք, հասկանանք ինչ ուղղությամբ գնանք։ Չեմ բացառում ոչ։ Ինչի՞ց։ Շրջանառության հարկից հիմա չենք հրաժարվում, բայց պետքա իր հետագա ճակատագրի մասին մտածենք։ Չեմ կարող ասել։ Կքննարկենք այդ թվում ոլորտի հետ։ Հայրենադարձ ծրագիրը, որ մենք ուզում ենք խթանել, հայրենադարձությունը կոչվում է խաղաղություն։ Շնորհակալություն, պարոն Փաշինյան, տեսեք, երբ որ